Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Ու մի բան էլ կա, դիակի կողքին գումարի կապոց են հայտնաբերել, ու բավականին շատ գումար։ Գումար, Արմանն է եղել ենտեղ։ Մտածում եք դրանք իրար հետ որոշակի կապ ունեն։ Չէ, ոչ մի բան էլ չեմ մտածում։ Դուք հիմա գնացեք, բայց միշտ եղեք ինձ հետ կապի մեջ։ Լավ։ Հաջողություն։ Հաջողություն։ Ռեբեկա ջան, բալես խնդրում եմ լսից։ Ռեբեկա, դուրս գնա։ Չէ, ուր գնամ։ Չէ, ես քեզ մենակ չեմ թողնելու, բալես։ Ես գիտեմ, թե հիմա ինչ մեծ ցավ ես ապրում։ Թույլ կողքիդ մնամ, լավ։ Հիմա պապին էլ կգա ու մենք այս պահին բոլորս միասին պիտի լինենք։ Հիմա պապին էլ կգա, աղջիկս, հանգստացի, հիմա պապին էլ կգա։ Պապին ինչ։ Պապին։ Ռեբեկա։ Ռեբեկա ուր։ Ռեբեկա։ Չի կարելի դուրս վիճակում մենակ թողնել, ախր։ Կարող է ավելի ճիշտ է, եթե այս պահին մենակ մնա, կարող է ունի դրա կարիքը։ Չգիտեմ, բալես, չգիտեմ, ես արդեն չափից դուրս ծանր հարված էր երեխեքիս համար։ Նստի։ Հատկապես Ռեբեկա շատ զգայունահորով վերաբերող բոլոր հարցերում։ Անկախ ամեն ինչից միսակը լավ հայր ա եղել իրենց համար ու ես չգիտեմ ինչով օգնեմ երեխեքիս, բալես։ Էլքային զանգի։ Զանգել եմ, չի պատասխանում։ Նորից զանգի։ Լավ, հիմա փորձեմ։
Էլկա խնդրում եմ պատասխանի զանգից շատ կարևոր բան պիտի ասեմ։ Խնդրում եմ գոնե գրի Արմանի հետ ես թե չէ։ Խնդրում եմ պատասխանի զանգից շատ կարևոր բան պիտի ասեմ։ Խնդրում եմ գոնե գրի Արմանի հետ ես թե չէ։ Հա, Սարա, Արմանի հետ եմ։ Ու բոլորին փոխանցի, որ էլ հետ տուն չեմ գալու։ Ու խնդրում եմ էլ չզանգես, թե չէ կանջատ եմ հեռախոսս։ Հա, Սարա, Արմանի հետ եմ։ Ու բոլորին փոխանցի, որ էլ հետ տուն չեմ գալու։ Ու խնդրում եմ էլ չզանգես, թե չէ կանջատ եմ հեռախոսս։ Էլկա խնդրում եմ պատասխանի։ Շատ կարևոր է այն ինչ պիտի քեզ ասեմ։ Արման, ի՞նչ է հետդ կատարվում։ Եթե պապիկից ես վախենում։ Էլկա, ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու, ուղղակի չգիտեմ ոնց ասեմ։ Դե ասա։ Իմ համար երբեք այսքան դժվար չի եղել, բայց պիտի ասեմ։ Ով է զանգում։ Սարանա, ես ասել եմ, որ քո հետ եմ, բայց մեկը զանգում է, ասեցի էլ չեմ պատասխանելու։ Ուրեմն արդեն բոլորը գիտեն։ Ինչը։ Ուր է այդ նամակը։ Արման, եթե նկատի ունես, որ գիտեն, որ միասին գնացել ենք, հա ես եմ Սարային ասել մի քիչ առաջ։ Էլկա, ես ուզում եմ քեզ ասեմ, ուղղակի ճիշտ բառեր եմ ուզում գտնեմ, որ ամեն ինչ կարողանամ ճիշտ բացատրեմ։ Արման, դու ինձ արդեն բախացնում ես։ Սարա ջան, որ չեմ պատասխանում, ուրեմն չեմ ուզում խոսամ քո հետ, ինչ ես անընդհատ զանգում, Սարա։ Էլկա Արմանը հետը տա։ Հա, արդեն ասել եմ, որ հետս է, հետ չենք գալու, Սարա, մի զանգ եկել, ու նենց մի արեք, որ համարս փոխեմ ու ընդհանրապես կապի դուրս չգամ, անջատում եմ։ Էլկա խնդրում եմ, արի տուն։ Սարա, չես հասկանում։ Ասում չեմ գալու, վերջ։ Էլկա Պապա մահացել։ Ինչ։ Էլկա լսում ես, ինձ խնդրում եմ խոսի ձայն հանի։ Կներես, որ սենց մի անգամից եմ ասում, ուղղակի դու ուրիշ տարբերակ չես թողնում ինձ։ Սարա, ինչ ասեցիր հենց նոր։ Պապա մահացել, սպանել են։
մի բան ասա, Էլկա։ Խնդրում եմ, խոսի։ Արման։ Ասում է, որ պապաս Գիտեմ։ Մահացել է։ Գիտեմ Էլկա։ Էլկայի հետ էիր խոսում բանես։ Հա։ Ամեն ինչ ասացի երևի արդեն ճանապարհին։ Խեղճ երեխեքս ինչի միջով ասես, որ չեն անցնում։ Իրենք էլ դու էլ։ Ու չեմ հասկանում ինչի համար Աստված անընդհատ մեզ նման փորձությունների ենթարկում, ինչի։ Արմանը Էլկայի հետ է։ Այդ առումով կարող ենք հանգիստ լինել։ Արմանը հաստատ իրեն մենակ չի թողնի, ու երևի իրենից լավ ոչ ոք չի կարող օգնել Էլկային։ Դու չես ասել, որ Արմանի անձնագիրն են գտել դեպքի վայրում։ Կարծում եմ այս պահին պետք չի ասել։ Չկար ես բանելի։ Չկար։ Դու գիտեիր։ Նոր եմ իմացել։ Ես նոր եմ իմացել։ Դու գիտեիր, Արման, դու գիտեիր։ Էլկա, ես ուղղակի փորձում էի բառեր գտնեմ, որ կարողանամ չսավացնեմ քեզ։ Արման գիտեիր ու ինձ չէիր ասում, Արման։ Դու գիտես Սառան ինձ ինչ է ասում։ Սառան ասում է, որ պապաս մահացել է, չի կարա սես բան լինի իմ հետ, չի կարա։ Արման, չեմ հավատում, չի կարա իմ հետ սես բան լինի, չի կարա։ Հանգստացի, ուր ես գնում, Էլկա։ Ես պիտի գնամ պապայից մոտ։ Էլկա, սպասի։ Թող ասում եմ մի կպիչի ծար։ Իզուր լսեցի քեզ, Սառա, իզուր լսեցի։ Ես հիմա ինչ իմանամ, Ռեբեկան ուր է, ինչ վիճակում է, ես իրան պիտի մենակ չթողնեի, պիտի չթողնեի։ Կներես, ուղղակի մտածեցի, կարող է ավելի լավ լինի, եթե մենակ թողնեմ։ Կներես ինձ բալես։ Դու ինձ կներես։ Դու ոչ մի բանում մեղավոր չես։ Ուղղակի ես ինձ կորցնում եմ, երբ երեխեքիցս մեկը վատ վիճակում է։ Ռեբեկան ինչքան էլ ցույց տա, որ ուժեղ է, միևնույն այս վերջին շրջանի իրադարձությունները ահա որ խեղճացրի ներախուս։ Հատկապես հոր հետ կապված դեպքեր ինձ թվում ավելի կկործանեն։ Էլկայի մասին էլ չեմ խոսում, Աստված իմ։ Մեր ընտանիքում ինչ-որ սև գիծա ու չգիտեմ երբ ավարտվի այս ամենը։ Պապ ջան, Պապի ջան, ո՞նց ես։ Ռեբեկան ուր է։ Ռեբեկան Միսակի մասին իմացավ, իրեն կորցրած դուրս եկավ։ Հա, բայց ուր գնաց։ Չգիտեմ, ինձ թվաց քո մոտ եկա, որովհետև քո անունը տվեց ու Աստված իմ ինչ ա կատարվում։ Ես էլ ոչ մի բան չհասկացա։
աչքերից է թվում, թե դուք մի տեղում եք, ոչ միայն չեք վիճում, այլ ժպտում եք, հա։ Դե մեկ-մեկ հրաշքներ լինում են։ Առիթ կա։ Հա։ Վահենա գալու, որ պաշտոնապես Ռեբեկայի ձեռքը խնդրի ու հարսանիքի համար օր նշանակեն։ Արդեն։ Հուսով եմ դեմ չես, չէ՞ պապ։ Չէ, բալես, իհարկե, ուղղակի հավատս չի գալիս, որ իմ փոքր աղջիկը արդեն այնքան մեծ է, որ այսօր գալու են հարսանիքի օր նշանակեն։ Էլկա, ես քեզ հեսա տուն կտանեմ։ Հետո ամեն ինչ կհասկանանք, լավ։ Սխմի։ Վերցրու։ Այդ որ ասում ես կարևոր գործ ունեի։ Պապայիս տեսնելն էր այդ կարևոր գործդ։ Էլկա, հիմա չեմ ուզում այդ մասին խոսենք։ Արի քեզ տուն տանեմ, լավ։ Արման։ Կապ չունի արդեն։ Ես 5 րոպեից տուն կհասնեմ, թե մի ժամից։ Պապաս էլ չկա։ Էլ ոչ մի բանով պապայիս չեմ օգնելու։ Հիմա ուզում եմ հասկանամ։ Դու ինչ կապ ունես այս ամեն ինչի հետ։ Արման, խնդրում եմ։ Աղաչում եմ քեզ, ասա, որ դու ոչ մի բան չես արել։ Սառան ասես, որ պապայիս սպանել են։ Դու ոչ մի կապ չունես, չէ՞։ Էլկա, ինչ ես խոսում, գժվեցիր, ես ինչ կապ պիտի ունենամ։ Ես չգիտեմ արդեն ինչ մտածեմ։ Էլկա, ես ուղղակի չեմ խոսում, որովհետև չեմ ուզում քեզ ավելի շատ ցավացնեմ։ Հա, ես գնացել էի պապայիդ մոտ, այնտեղ որտեղ որ ինքն էր մնում։ Ուղղակի երբ որ մտա ներս, ինքը արդեն մահացած էր։ Հետո գնացի։ Շարունակի։ Ես երբ որ պապայիդ տեսա, չգիտեմ, ուղղակի իրար խառնվեցի, չհասկացա թե ինչ եմ անում։ Շոկի մեջ էի, մինչև հիմա էլ տենց է։ Չգիտեմ, այդպես իրար խառնված դուրս եմ եկել այնտեղից։ Հա, ես հորոդ հետ խոսելու բաներ ունեի, պարզելու հարցեր կային, բայց ինքը արդեն մահացած էր, հասկանում ես։ Դու պապայիս տենց թողել գնացել ես։ Չես օգնել Արման։ Դու ոչ մեկի չես կանչել Արման։ Էլկա, ինքը արդեն մահացած էր, ես ինչով պիտի օգնեի։ Սուս մնա։ Մի խոսա, ես չեմ ուզում քեզ լսեմ, դու հասկանում ես, որ իմ պապայի մասին ես խոսում։ Հա, հասկանում եմ, բայց ինչ անեմ, ես էլ մարդ եմ, չէ, քարից չեմ, այնպես չի, որ ես ամեն օր մեռած մարդ եմ տեսնում, որ այդ ամեն ինչը պետք է իմ համար նորմալ լիներ, չգիտեմ, իրար եմ խառնվել, չէի կարողանում սթափ դատել ու այդպես մի անգամից դուրս եմ եկել այնտեղից, չեմ հասկացել ինչ եմ անում, ուզում էի բառեր գտնեմ, որ քեզ ասեմ, բայց Էլկա հասկանում ես ինձ։ Չեմ հասկանում։ Ինչ հասկանամ Արման։ Ոնց հասկանամ ես քեզ։ Ես քո հետ կյանք էի կապում։ Ես քո հետ բոլորից փախնում էի Արման, իսկ դու ինձ sense կարևոր բանը չէիր ասում։ Ես հասկանում եմ, որ դու թքած ունես պապայիս վրա։ Բայց կներես, ես չեմ կարա տենց վերաբերվեմ հորս։ Իմ պապան աշխարհի ամենավատ մարդը լինի։ Մարդասպան լինի, թե ամենավատ հանցագործը լինի իմ պապան է, հասկանում ես? Իսկ դու իմ հետ ճանապարհ ընկեր ուր էիր ստանում Արման, հա?
Դու ինձ չէիր ասում, որ իմ պապան մահացել է։ Արման, ես ոնց եմ մտածել, որ քո նմանի հետ կարամ կյանքս կապեմ, հա? Էլկա, արդեն ահավոր սխալ բաներ ես խոսում։ Ես գնում եմ ես տուն։ Ինչ ես անում։ Տաքսի եմ կանչում, որ գնամ։ Էլկա, ես քեզ տուն կտանեմ։ Եթե ուզում ես ճանապարհին ոչ մի բառ չեմ ասի, բայց քեզ կտանեմ տուն, դու գալիս ես իմ հետ, լավ։ Գոնե հիմա մարդկություն ունեցի ու ինձ հանգիստ թող։ Ձյան, ես ուզում եմ դուրս գամ։ Ձյան, Ինչ։ ինչ ես տենց վախեցած։ Չէ, ուղղակի հանկարծակի եկա կներես։ Ձյան, բայց ես անհանգստանում եմ, ես քո վիճակը հետ իմ դուրը չի գալիս։ Ինչ էիր ասում։ Ասում եմ ուզում եմ գնամ, բայց հիմա չգիտեմ ինչքանով է ճիշտ քեզ այս վիճակում մենակ թողել։ Գնա Գորջան, գնա։ Ամեն ինչ կարգին է։ Հաստատ ձյան։ Դե գնում եմ, բայց շուտ կգամ։ Մտքովս հազար բան անցավ։ Կես մարդ դարձա միջև քեզ գտա։ Երանի այնքան ուժեղ լինեի, որ ոչ մեկը չկարողանայիք ինձ երբեք գտնել։ Էլկա, Թող ինձ Արման։ Խնդրում եմ, գոնե հիմա ոչ մի բան մի ասա։ ուր ես պապան։ Այս ցավազրկողը
կարող է ինչ-որ չափով օգնի քեզ։ Էլկա ջան։ Ո՞վ։ Մամա ով արել։ Դեռ ոչ մի բան բարձ չի։ Բալես դու մի բան կա, որ պիտի իմանաս։ Իսկ կարողա պետք չի հիմա։ Ինչ։ Ասեք իմանամ ինչ ա եղել։ Ես ինքս էլ չէի ուզում ասել, բայց միևնույն է իմանալու ես։ Ավելի լավ է ինձնից իմանաս, Բալես։ Բայց դեռ ոչ մի բան հաստատ չի։ Դու Արմանի հետ էիր։ Հա, Իսկ ես ամբողջ ընթացքում Արմանի հետ ես եղել։ չէ։ Մամ, ես գիտեմ, որ Արմանը պապայի մոտ ա եղել։ Բալես, դու գիտես, որ ոստիկանությունը Արմանի անձնագիրն ա գտել դեպքի վայրում ու փաթեթով մեծ գումար։ Ինչ։ Բալես, Արմանի դեմ որոշ փաստեր կան, բայց ոչ ոք դեռ չգիտի, թե այդ տղան ինչ կապ ունի այս պատմության հետ։ Հնարավոր է, որ Արմանին նորից կանչեն ոստիկանություն, դու պիտի պինդ լինես ցակս։ Լսում ես։ Էլկա։ Ես կարդացել եմ նամակդ։ Գիտեմ։ Ու մենակ դրա համար ուզում եմ հիմա մեռնեմ։ Դու փաստորեն հենց ամենասկզբից էլ ամեն ինչ իմացել ես ու ոչինչ չես ասել։ Ինչի։ Չեմ հասկանում, ինչի որոշեցիր հիմա ասել։ Ինչի որոշեցիր հիմա բացահայտել այդ ամենը։ Ռեբեկա, ես չեմ կարողանում հասկանալ դու ոնց ես լռել, երբ ամեն ինչ Վահեի դեմ էր։ Ոնց։ Ոնց ես լռել, երբ Արմանը մեղքն իր վրա էր վերցնում։ Ես էլ համոզված լինելով, որ դավաճանի եմ մեծացրել, չօգնեցի, չփորձեցի մի քայլ անգամ անել դեպի նա։ Ինչի համար ես դա արել, Ռեբեկա։ Որովհետև հայրս էր։ Որովհետև ծնողներին չեն ընտրում, պապի։ Որովհետև ես ամեն օր սպասում էի, որ ինքը կգա ու ամեն ինչ կխոստովանի։ Որովհետև մտածում էի, որ դժվար սեփական երեխու վրա այդքան մեծ մեղք գցի։ Այս պատմությունը մահ ա բերում։ Լավ չի։ Այս պատմության ընթացքում շատ ազնիվ ու կարգին մարդիկ տուժեցին։ Անմեղ մարդիկ։ Իսկ մեղավորի մասին խոսք անգամ չեղավ։ Մեղավորն էլ ապա դժվել։ Ինքը հիմա չկա։ Երևի իր համար սա փրկություն էր։ Իսկ իմ համար ամենամեծ պատիժն է։ Պապի, դու հիմա ամեն ինչ գիտես։ Հիմա ինքդ ասա, խնդրում եմ։ Ես ինչ երեխա եմ, որ մատնել եմ հորս։ Դավաճանել եմ հորս։ Ես այս ամեն ինչը պատմեցի, որովհետև ջղայնացած է իր վրա։ Զանգում է իրան անհասանելի էր, գնացի այնտեղ, որ ինքը ապրում էր, բայց դուռը փակ էր։ Մտածեցի, որ բակի փախել է, որ կաշին փրկի։ Լավ, ես ինչ երեխա եմ, որ չեմ զգացել, որ հայրս վատ է։
որ հայրս էլ չկա։ Ու այդ ամեն ինչը մերակի այն պատճառով, որ ինչ որ մեկը որոշել է, որ կարա ուրիշի կյանքին վերջ տա։ Իսկ ես այդ պահին մտածում էի հորս պատժելու մասին։ Եվ ես ինչ զավակ եմ, որ ուզում էի իրան պատժեի։ Ես ընդհանրապես ինչ իրավունք ունեմ ծնողիս պատժելու։ Սրանից մեծ պատիժ ինձ համար էլ չկա։ Ինձ թվում էր ես լավ բան եմ անում, ճիշտ եմ անում։ Ինձ թվում էր ես ամենը պատմելով ուսերիցս այդ բեռը կընկնի, բայց հիմա անգամ ոտքերից վրա չեմ կարողանում կանգնել։ Ինձ թվում է ես եմ պապային սպանել, ես եմ դանակով իրան մեջքից հարվածել։ Հիմա այսքանից հետո պապի ասա ես ներում ունեմ։ Սկորել պապա։ Ալո։ Բարև Արման, կարծում եմ ձենս ճանաչեցիր։ Հա, ճանաչեցի։ Ոնց որ դուրդ եկել ա մեզ մոտ, ամեն ինչ անում ես, որ վերադառնաս։ Այսինքն։ Արի Բաշին, Միսակի մահվան վերաբերյալ պիտի ցուցմունք տաս։ Ես։ Դեպքի վայրում քո անձնագիրն են գտել, Արի Բաշին սպասում է։ Մենակ ես էր ինձ պակասում։ Ռեբեկա ջան, ես հասկանում եմ քո ցավը։ Բայց հավատա ինձ, չի կարելի, որ մարդ իր ծնողի պատճառով դատապարտի ինքն իրեն։ Նույնիսկ եթե այդ մեղքը ծնողի հանդեպ ես եմ գործել։ Արդարությունը դաժան դատավոր է դառնում բոլորիս համար։ Արդարությունը երբեք չի ճանաչում ծնող, երեխա, մեծ, փոքր։ Ես գիտեմ, որ կան ներքին օրենքներ, որ յուրաքանչյուրիս համար մեր ծնողի սխալը իր արդարացումն ունի, որովհետև կա այդ պաշտամունքը ծնողի նկատմամբ ու կա անվերապահ սերը, նույնն էլ երեխայի նկատմամբ։ Իմ երեխան լավն է, իմ երեխան սխալ չի անում, իմ երեխան մենք մեր ամբողջ կյանքում տարված ենք մեր ընտանիքները բոլորից պաշտպանելով։ Բոլորից ու հիմնականում այդ մեծ սերը ընտանիքի հանդեպ դառնում է ողբերգության սկիզբ։ Գիտես, պապի, քանի պապան կար, ես ամեն օր մեռնում էի մտքից, որ թողել եմ բոլորդ մտածեք, որ Վահեն է գողություն արել։ Ես Վահեի մահից հետո անարգեցի իր հիշատակ ու անունը։ Ու հիմա պապան, այդ մարդը մահացել է, բայց ես իր անունը սևացրի մահից հետո։ Լավ, ես ինչ զավակ եմ, պապի։